13 տարեկանից սկսել եմ աշխատել կոլխոզում, ավանակով հայտ էի բերում, որ կոլխոզի հաս թխեն, բրիգադիրներ ինձ աշխարհ էր տալի, փոքրիկ շուն ունեի աշխարհկա, այնքան մոտիկ էի, խմբրահաղ գրկում էի, սիրում էի, էշով գնում ենք փայտը բերելու մի օր էլ, ես եմ էշնա ինքնա, էշը կապածա, փայտը բերեի, որ բարձ եմ տեսում, փայտի պարանը չկա, պարանը, էշի վրա չկա, հիմա ինչ անեմ, պարանը որ չկա, փայտի ես ոնց բարձ եմ տանեմ, շունը նստած է, նա հիմա ինձ, ասեմ բոբիկ ջան, բա հիմա ինչ անենք, այս հետը ո՞ր տանենք, ախր չտանենք հաց կոլխոզը, այս շունը լսում է ինձ սուցիկ պուցիկ, սա հեքիաթ չեմ ասում, իրողություն եմ ասում, գնացի ասացի փայտեր կտրեմ, բերեմ այդ պարանով կապեմ, ինչքան փայտ կա, լսնենք, գոնե կեսով չափ տանեմ, գնացի անտարի դաշտ մեջ ենք, Վեկերտես եկա, այս կապած, այս շունը չկա, վազելով այս շունը գալիս է բերանը ինչ-որ մի բան, պարզվեց, գնացել է պարանը քրե բերել, կհավատակ, այլ մորայքանից է մեկ է, դե ինձ մաս շատ գրգեիք էլի, իմ կյանքը յուրահատուկ եղել ինձ համար բոլոր տարիքների համար, անկան մանկական հասակից, դպրոցական հասակից, մանկապարտեզի հասակից, տեխնիկական ուսուցման, բարձրագույն ուսուցման աշխատանքի բնույթով, տարբեր աշխատանքի վայրերում ես եղել եմ ինչ-որ կասեց ինձ համար մի նոր բան ստեղծող եւ զարմացել եմ ինքս ինձանից։ Ես ինչ եմ ասպես ծնվել։ 4-5 տարեկան սկսած ես ինչ-որ յուրահատկություններ եմ ունեցել, ինչեւ այսօրվա վիճակով։ Ես ոչ մի տարի իմ հասակակիցների նման չեմ եղել կյանքում։ Չգիտեմ ինչու, սա յուրահատկություն եղել, դրական թե բացասական։ Ատել եմ սուտ ասելը, խաբելությունը, բնության նկատմամբ վանդալիզմը եւ երեխա ժամանակից անգամ 4 տարեկանից մանկապարտեզ սկսած եւ թույլ չեմ տվել ինչ-որ ավելորդ բաներ անեն։ Դուր չի եկե։ Ես եւ մի հասակիցներ երեխաների ոչ բոլորի հետ եմ ընկերություն արել, պատկերացնում եք, միշտ իմ նմանը չեմ գտել։ Երեխա ժամանակից ատել եմ սուտ ասելը, խաբելությունը, գողությունը, ավազակությունը, միշտ եղել եմ բարի դեպի կենտրոնական աշխարհը, բնության պահպանումը եւ ատել եմ, նորից եմ ասում, թշնամանքը, կռիվը, աղմաղալը, սերը դեպի մարդուն, եղել է այնց համար բարի, կենտրոնական աշխարհի նկատմամբ ես այնքան բարի եմ եղել, որ ուղղակի եմ փոքրիկ ուտերը, գառները, բռնել եմ, գրկել եմ, սիրել եմ, թույլ չեմ տվել, ասենք, բուսականության նկատմամբ անտարբերություն նկատի, տարբեր բույսեր չփոխեն, չփոխ, յուրահատուկ եմ եղել, ես զարմանում եմ, խաբել են խաղալու ժամանակ, ասեն աշկերը փակել են, տեսել են սխալ են փակում, ասեմ խես սխալ փակում, այն ժամանակ դուրս չեք, մեր հարևանը ինձանից 2 տարով հասակով էր, հեծանիվ ուներ, մեկ չունեինք, մենք 3 ընկերներով Մուրադյան Սուրենը, մանկական գրող, Մուրադյան Լևոնը ես, որ հետը մոտ եմ եղել, որտեղ ինձ նման էր խելոք էր, մեր բակում խաղում ենք, մեր տանը, հեծանվով եկան և տեսան տոպրակի մեջ մի հատ գորտ են բերել, մի հատ էլ ծիտ են բերել, անձրև օրեր, մի քիչ ցեխոտ օրեր եկան, ասի այդ ծիտը գորտն չեք բերել, ասին հիմի կտեսնեք, և ինչ գիտենք, ինչ համար են բերել, վերջում ստացվեց անձոր այդ տղաներից մեկը գորտը բերեց բռնեց, այն մյուսը բերեց նասոսով փչեց փուչիկ սարքել, ասի այդ տղա, այդ գորտը ինչ եք անում, ինչ, ահա գնդակ ենք սարքում, որ խաղանք, պատկերացնում եք, ես չգիտեի ինչ անեմ, գորտը փչեցին, մեկը խացով խփեց, պայթեց խեղճ գորտը, բկել տեսնեմ, որ ախաց անեց 2 օր հասակով էցին, մենք ձեն չենք անում, մենք երբախ փոքր ենք, հետո սկսեցին այդ ծիտը բռնել որ ծիտին փչեն, ես ասեն չհամբերեցի, ինքս եմ ոնց էր վապազով բռնած էր, ծիտը ձերքին, սրց խփեցի ասեն, հիմարի մեկ այդ ծիտը մեղշի, խփեցի ծիտը փախավ, ծիտ բրծավ, և ինձ հայհոյելով հետևից նկավ փախա մերտուն, մի խոսքով ես ուղղակի այդ երևույթն եմ ասում, սարսափելի երևույթ էր, ատում էինք։ Պատմեք ձեր ծագման մասին, որտեղից եք գալիս, ձեր ազգանունը, ձեր նախնիները, որտեղից են գալիս, ձեր ծնողները։ Մենք 400 տարի առաջ Ղարաբաղից ենք եկել։ Ծատին և Չատին Ղարաբաղում եղել են 2 եղբայրներ, իրենց հայրը եղել է Գալստյան Ծատույր, անունը կնոջանը Մալաք է եղել։ Մեկ աշխատել է գյուղատնտեսության շրջանում, մյուս աշխատել է անասնապահությամբ։ Երբ որ մելիքներ են եղել ժամանակից եք, դրանցից մեկը ինչ-որ շարություն անում, ինչ անում, ծեծի է ենթարկում և 6 ամիս հիվանդանում պարկում է
Եվ ինչ անեն, ախր ճանով մարդիկ տղաներ են, ինչի պետք է քոխվան կամ ասեք իրենց այդպիսի բանն է։ Այն սար գնացող ծատին եւ չատին որոշում են, որ ամառը դեպի սարեր գանի փրսեման գալու, իրենց անասուններով, ունեցվածքով գրգում են ասում են գնացեք դեպի Հայաստան, այս ժամանակ Հայաստանը դե պարզա այսպիսի չէ։ Եվ անցումը այդքան դժվար չի եղել։ Ղարաբաղը եղել է ցարական Ռուսաստանի, մենք էլ Պարսկաստանի, իսկ Լոռին Վրաստանի ենթակայության տակ։ Եւ երկու եղբայրներով որոշում են, ասում են գնանք Հայաստանի սահման, իրանացուներով, կսպասեք մեզ։ Գիշերը մնում են ծատ այս երկբաղներով, այդ քոխվի հարցերը լուծում են, փախում են։ Փախում է գալի միանում ընտանիքին գալիս են Լոռի, Ալավերդո շրջանի ակներ գյուղ, որ ընդամենը 5 տնտեսություն է ունեցել։ Ծատին, որը սարերում է աշխատելիս եղել, մենք սարերի մեջ ենք, դուրը եկել է, չատին ասել է, ես չեմ կարող այստեղ ապրել, տափաստան եմ սիրում, չատին եկել է Արարատան դաշտավար, ծատին մնացել է մեր գյուղում։ Մեր գյուղը աշտանաբար զարգանող ծատինյանները մեծ թիվ են կազմել, եւ այդպես էլ մենք Գալստյաններ հիմք ունենալով դարձել ենք ծատինյաններ, չատինյաններ։ Այդ մասին գրել է Սիմակ Սահակյանը, Գերագույն խորհրդի ժամանակի նախագահը, ինքը Չատինյան է եղել եւ այդ փոքր բրոշյուրը ինքն է գրել ծատնի եւ չատնի վերաբերյալ։ Ես ծնվել եմ Ալավերդ ակներ գյուղում 30 թվականին, երբ այն ժամանակ իմ հայրը դեռ աշխատելիս եղել Ալավերդի ակների արտաբերական քաղաքում եւ որպես 5 բոլշևիկ ակտիվ է եղել։ Եվ դեր Շահումյանի հետ հարցերանուց գնացել են բերել են, երբ որ կոլխոզը ստեղծվելիս եղել 30 թվականին, ես ծնվել եմ, իմ հայրը ուղարկել են գյուղում կազմակերպի կոլխոզ։ Բռնավորները եղան, ուղարկեցին աքսորարում էր գյուղում, ոչ մի մարդ չի տուժել։ Մի տարի կես է տևել, մենք կոլխոզը կազմակերպել են, բայց ոչ մեկին չեն տվել որպես կուլակաթափ։ Ասրակ հայրս անգրագետ մարդ եղել, լիկայանում սովորած, ծառայում ասած, բայց խելացի մարդ է եղել։ Եվ մեր ասել են, բա Լևոն, ձեր գյուղում հեչ մեկը չկա դժգոհ լինի։ Ասա դժգոհ են, այս տարի դժգոհ կլինեն, մեկ տարի շով։ Ոչ մեկը մեր գյուղից Ստանահինը, ակները, հաղպատերը իրար կողքեն, տասնյակ մարդիկ գնացել են, մինչև այսօր էլ կորացել։ Մեր գյուղից ոչ ոք չի գնացել։ Բացառությամբ 1949 թվականին, երբ որ նորից սկսեց նման մի բան կազմակերպել, մեր գյուղից մի ընտանիք գնացին, այն էլ հասարակ բանի համար։ Գիտեք ինչ նշանակում, չուտ վարել, չէ՞, գոհության։ Ծատինյան ազգանով մի աշխանի մի մարդ, ինչ որ ցան աշխատանք է, եզներով փոխելու ժամանակ 4 հատ հոտաղ են լինում, 6 լուծ եզով, ինչ որ քար անկնում, հայհոյում, թեկուզ ստեղծողի թերնեմանից է, եւ դրանցից մեկը գնում հայտնու է, եւ 49-ին գյուղից առաջ անգամ մի ընտանիք քսեցին դեպի Ալտաշկի կրայ։ Ակսորեցին հայոյելու համար։ Հաջան։ Ակսորեցին հայոյելու համար, դեր ով է Լենինն է։ Ասեմ ձեզ, ընդհանրապես սովետական միության ժամանակ էլ ես ինչքան ուշ տեղս այգե, միշտ ասել եմ կոլխոզի լավ բան չկա, մեկը բոլոր մեկի սկզբունքով, որը ստեղծվել էր 30 թվականին, բայց ափսոս հետո Սովխազ դարավ, աշճանաբար մեղմացավ, հերանիցվեց սովետական միությունների հերթին, հիմա էլ մինչև մի բանի պետք չի կներեք իհարկե։ Ինձ ոնց գտաք։ Ձեր այդ մանավանդ որ այդ հաղորդար ուշս կնում ասելուց հետո հաղորդումը նախապատրաստեց եւ հաղորդեց, ուշս կնում ո՞նց է, խելացի բան են ասում։ Կյանքից բարձր են խոսում, հասկանում ես ինչ են ասում։ Բացի գրագետ խոսելը, ինչ խուժան ասած խոսում տելևիզորով, անջատվեմ շատ դեպքում չեմ նայում տելևիզոր, բայց ռադիոն իմ ականջի տակ անդադ, անգամ մի օրինակ էլ բերեմ հետո։ Այս վերջի տարիներին հոգևորական հաղորդում էին տալի, վերջում էլ մի հատ մուզիկա են դնում, մերելի մուզիկա, ժամ 8-ին, մարդկանց տրամադրում, փչացնում խրգում գործի։ Մի օր էլ զանգ տվեցի ռադիոկոմիտեին, ասի աղջիկներ, ձեր մոտից ղեկավարներից ով է մահացել։ Հա, ասեն աղջիկներ ով է մեզ ով մահացել։ Ասեն չէ, ինչ է, ասի բա ոչ ոք չի մահացել, ինչ է կամեն առավ մուզիկան դնում, մարդկանց կյանքը հերաբանով գրգում եք, ասեն մենք էլ դուրս չի գալի, դա մենք չենք, ուրիշ հաղորդավար է, ասի համարը տվեցին զանգեցի այդ աղջկան, ասեց գիտեք ինչ կա, այդ մուզիկան հաղորդավարը, ով թե բանն է, հեղինակն է,
ինքն է մուզիկան հետ է տալի։ Ասի դա հիմարի մեկն է։ Ժողովրդին առավոտը փչացման օրգում գաֆերեստա։ Հաղա այլ հոգևորական հաղորդումը տվեք, որ մարդարի գոն Լուսինե Զաքարյանի երգերը դրեք։ Ինչ եք մուզիկա դնում մերելի տանել լսում։ Այս հաղորդումը կլսեք։ Երբ են տալու, ասեմ իմ աշակերտներն են ասեմ լսեն էլի։ Եթե մինչև մայիս ապրեմ։